Թուրքիայում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք կարող են խախտել ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեից հետո հաստատված փխրուն կայունությունը։ Թուրքական դատարանն իր վճիռը կայացրեց գլխավոր ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության падգամավոր լրագրող Էնիս Բերբերօղլուի նկատմամբ։ Նա բանտում կանցկացնի 25 տարի։ Բերբերօղլուն մեղադրվում է պետական դավաճանության ու լրտեսության մեջ։ Ըստ դատարանի, ընդդիմադիր Ջումհուրիեթ թերթին նա հանձնել է պետական գաղտնիություն ունեցող տեղեկություններ ու փաստեր, ինչպես նաև աջակցել է զինյալ ահաբեկչական խմբավորում եւ զուգահեռ պետություն համարվող ՖԵԹՕ-ին, իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կառույցին, որին պաշտոնական Անկարան մեղադրում է 2016-ի հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ։ Ջումհուրիեթ թերթը 2015-ի մայիսի 29-ին լուր էր հրապարակել հետևյալ խոսուն վերնագրով. Ահա այն զենքերը, որ Էրդողանն ասում է գոյություն չունեն։ 2014-ի հունվարի 19-ին Սիրիա մեկնող թուրքական բեռնատարները կանգնեցվել էին եւ պարզվել էր, որ դրանք զենգզինամթերք են տեղափոխում։ Ջումհուրիեթը պնդում էր, որ բեռնատարները պատկանում են Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությանը, իսկ դրանցում արկա զենքերը տրամադրվելու են Սիրիայում կռվող ջիհադական խմբավորումներին։ Որպես ապացույց Ջումհուրիեթի կայքը գցել էր դատախազության թղթածրարից իրենց հասած տեսանյութը։ Այս տեսանյութում, որի հրապարակումն արգելված էր, երևում է, որ դեղամիջոցների համար նախատեսված տուփերի մեջ իրականում ականանետեր են ու այլ զինատեսակներ։ Իշխանությունները երկար ժամանակ պնդում էին, թե զինամթերք չկա, ու բեռնատարներն էլ չեն պատկանում հետախուզական կազմակերպությանը։ Այդուհանդերձ Ջումհուրիեթի հրապարակումից 2 օր հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանեց, որ բեռնատարները պատկանում են ազգային հետախուզական կազմակերպությանը եւ դրանք հումանիտար օգնություն էին տեղափոխում իսլամական պետությունը ահաբեկչական խմբավորման եւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ կռվող թուրքմենական խմբերին։ Էրդողանը այդ ժամանակվա Ջումհուրիեթի գլխավոր խմբագիր Ջան Դունդարին եւ թերթի Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլին մեղադրել է լրտեսության մեջ, ասել, որ ծանր պատիժ են ստանալու եւ ինքն այդ հարցն այդպես չի թողնի։ Այժմ Դունդարը հեռացել է Թուրքիայից, իսկ Գյուլը դեռ աշխատում է Ջումհուրիեթում։ Նրանք նույնպես մեղադրվում են այս գործի շրջանակում։ Ջան Դունդարի մեկնաբանությունը հետևյալն էր. Թուրքիայում ընդամենը 2 կառույց է գործում։ Նախագահական պալատը հրամայում է, Արդարադատության պալատը ձերբակալում։ Ընդդիմադիրները Բերբերօղլուի դատավճիռը մեկնաբանում են որպես արդարադատության կատարյալ բացակայություն։ Մուստաֆա Քեմալի հիմնադրած ներկայում գլխավոր ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցությունը արտահերթ համագումար է հրավիրել։ Թուրքիայում շարունակվում է իսլամական պետությունը ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու եւ երկրի սահմանադրական կարգը խախտելու մեղադրանքով դատավարությունը։ Հունիսի 14-ին այդ գործով անցնող 35 մեղադրյալներից 12-ն ազատ են արձակվել։ Գործով անցնողների մի մասը մեղադրվում է Թուրքիայի խորհրդարանի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության Անկարայի գրասենյակի մոտ պայթյուններ իրականացնելու մտադրության մեջ։ Թուրքական մամուլում 2017-ի 4 ամիսներին էթնոդավանական խմբերի մասին հրապարակումների թիրախում ամենաշատը հայտնվել են հայերը, փաստում է Հրանտ Դինք հիմնադրամի զեկույցը։ Զեկույցն ուսումնասիրել է 2017-ի հունվարից մինչև ապրիլ 4 ամսվա ընթացքում տարբեր ազգային, էթնիկ եւ կրոնական խմբերին թիրախավորող 1876 հոդված եւ լուր։ Դրանցում 58 տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի նկատմամբ 2355 ատելություն քարոզող կամ վիրավորական արտահայտություն պարունակող նյութեր կան, որոնցից ամենաշատը 439 հայերի դեմ։ Ընդ որում ատելության օբյեկտները փոփոխվում են ըստ քաղաքական կոնյունկտուրայի։ Ինչու հայերը։ Ըստ զեկույցի դա նախ եւ առաջ պայմանավորված է փետրվարի 26-ին Խոջալոյի իրադարձություններով։ Հատկապես այդ օրերին թուրքական մամուլը ողողվում է հակահայկական նյութերով։ Դրան իհարկե պետք է գումարվեր հայոց ցեղասպանության հիշատակի օրը, ապրիլի 24-ը։ Այս օրերին նույնպես ատելություն, վիրավորանք, ժխտողականություն պարունակող նյութերի պակաս չի զգացվում։ Հոդվածներն ու հրապարակումները հայի թշնամու կերպար են ստեղծում։ Երկրորդ, հայերը թուրքական մեդիայի թիրախում են հայտնվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ, որը թուրքական աշխարհում ընկալվում եւ անվանվում է Ադրբեջան-Հայաստան հակամարտություն։ Հայերին վիրավորող եւ ատելություն քարոզող նյութերի 3-րդ խումբը ըստ զեկույցի ի հայտ է գալիս ՊԿԿ ասալա նույնացման հետևանքով։ Թուրքիայում ընդունված է խոսել այս կառույցների համագործակցության մասին եւ այսպիսով հայերին կապել ահաբեկչության հետ։ Բացի այդ, թուրքական մեդիայում հայերի մասին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրանք մշտապես համարվում են Թուրքիային թշնամաբար տրամադրված կառույցների եւ անհատների հովանավորողներ ու աջակիցներ։
Թուրքական մեդիայի թիրախում հայերից հետո ամենաշատը հայտնվում են սիրիացիները 433 անգամ։ Սիրիացի փախստականները փոքրինչ դժվարեցրել են թուրքերի կյանքը։ Նրանց ասոցացնում են ահաբեկչության եւ անապահովության հետ։ Թուրքիայի տնտեսական վիճակի վատ թարացումը նույնպես որոշակի ազդեցություն է ունենում սիրիացիների նկատմամբ ձևավորվող վերաբերմունքի վրա։ Բացի այդ, նկատվում է վախ, որ Սիրիայից եկած փախստականները կարող են որոշ վայրերում փոխել էթնոժողովրդագրական պատկերը։ Երրորդ տեղում հրեաներն են, դրանից հետո առհասարակ քրիստոնյաները, ապա հույները։ Եվրոպական մի շարք երկրների հետ հարաբերությունների լարումից հետո թուրքական մամուլում գերմանացիների ու հոլանդացիների նկատմամբ նույնպես վիրավորանք պարունակող արտահայտություններ են հայտնվում։ Ատելություն պարունակող նյութեր հրապարակող թերթերը Թուրքիայում ամենաազդեցիկներից ու ամենաշատ տպաքանակ ունեցողներից չեն։ Ատելություն պարունակող նյութերով աչքի են ընկնում Միլի գազեթեն, Yeni Sözը, Yeni Çağ'ın, Milad գազեթեսի։ Քեմալական ժողովրդահանրապետական կուսակցության հայ ազգի падգամավոր Սելինա Դողանը Հրանտինգ հիմնադրամի զեկույցը ներկայացրել է Թուրքիայի խորհրդարանում եւ ասել, որ ատելություն քարոզողները պետք է խստորեն պատժվեն Թուրքիայի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Թուրքիայում 2017-18 ուսումնական տարում նոր փոփոխություններ կլինեն, կավելանան կրոնական մշակույթ եւ բարոյագիտություն, ինչպես նաև երաժշտություն առարկաների ժամերը։ Քիմիա եւ ֆիզիկա առարկաները կմիավորվեն մեկ դասաժամի մեջ, իսկ կենսաբանության դասերը կկրճատվեն։ Կրոնական մշակույթի եւ բարոյագիտության դասերի ավելացումը թերևս Իսլամամետ արդարություն եւ զարգացում կուսակցության մշակութային քաղաքականության արգասիքն է։ Չնայած կենսաբանության ժամերի կրճատմանը, արդարություն եւ զարգացում կուսակցությունն ու երկրի նախագահ Էրդողանը շարունակում են խրախուսել նվազագույնը 3 երեխայի քաղաքականությունը։ Կառավարությունը 3 երեխա ունեցողներին շարունակում է արտոնություններ տրամադրել։ Նրանց համար հարկերը 5-ի փոխարեն կկրճատվեն 10%-ով։